Եվ եզրափակելով ռազմական թեման, այս շաբաթ հայ-իրանական հարաբերությունները նոր ձև ու բովանդակություն ստացան, այնպիսին, որ Ադրբեջանում լրատվական ու քաղաքական մեծ իրարանցում սկսվեց։ Բանն այն է, որ պաշտոնական այցի ընթացքում Վիգեն Սարգսյանը կարողացավ պայմանավորվել համատեղ գործողությունների տարեկան ծրագիր հաստատելու, ռազմաարդյունաբերական ոլորտում գործակցելու մասին։ Ավելին, նա իրանցի գործընկերոջը հրավիրեց այցելել Երևան պայմանավորվածությունները փաստաթղթավորելու համար։ Պաշտոնական այցի ընթացքում քաղաքական հայտարարություններ էլ եղան, օրինակ այն, որ Ղարաբաղում իրավիճակի ապակայունացումը կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի վրա, հետևաբար հակամարտության խաղաղ կարգավորման խնդրով պետք է շահագրգռված լինի ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանային մյուս ուժերը։ Ուղիղ 25 տարի առաջ Թեհրանի Էստեղլալ հյուրանոցի այս դռները բացվեցին հայկական մեծ պատվիրակության առջև։ Պատվիրակությունը ղեկավարում էր նորանկախ Հայաստանի ամերիկահայ արտգործնախարար Ռաֆի Հովհաննիսյանը։ Նրանք բավական լուրջ էին պատրաստվել մեզ ընդունելու համար ծրագրված էր եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հուշագրի ստորագրում եւ ամենատարբեր ոլորտների տնտեսական, մշակութային, բանկային, արաքսի ջրերի ընդհանուր օգտագործման առաջին կամրջի կառուցման հարցեր։ 25 տարի անց նույն հյուրանոցում, որտեղ ստորագրվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հուշագիրը, հայկական պատվիրակությունը նույնքան հագեցած դաստուր է քար, օրակարգ է բերել։ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունը մի քանի մասնաշենք ունի՝ Գերգաղտնի, Գաղտնի և Զա, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումները։ Հենց այստեղ բանակցությունների սեղանի շուրջ սկսվեց Հայաստան-Իրան հարաբերությունների նոր գործնական ռաունդը։ Տեսարևան ժողով պետք է ունենանք երկու սան շատ բաց և բարբերական ձևաչափ։ Հուսով եմ բանակցությունները բարեհաջող կանցնեն։ Հետո սրահի դռները փակվեցին, ներսում քննարկում էին տարածաշրջանային անվտանգության ու երկու երկրների ռազմական գործակցության հարցերը։ Մոտ 1 ժամ տևած բանակցություններից հետո Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ձեռք է բերել ոչ միայն գործընկեր, այլև նոր ընկեր, որին արդեն հրավիրել է Հայաստան։ Դիվանագիտական լեզվով սա նշանակում է, որ բանակցություններն անցել են գերազանց։ Փոխգործակցության տարբերական ծրագրերի մեխանիզմի ներդրումն է մեր հարաբերություններում։ Ահա իրանական կողմի հավաստումը բանակցությունների հաջող ընթացքի վերաբերյալ։ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը հայտարարեց, որ կարելի է գործակցությունը զարգացնել բոլոր ուղղություններով։ Մենք պայմանավորվել ենք պայմանագրային հիմքի վրա դնել մեր գործակցությունը, այժմ մեր պատվիրակությունը պատրաստում է փաստաթուղթը, որը նախատեսվում է ստորագրել Հայաստանում իմ այցի ժամանակ։ Պաշտպանական գերատեսչությունում բանակցությունը սկիզբն էր միայն, հետո հայկական պատվիրակությանը հյուրընկալեցին Իրանի խորհրդարանի խոսնակը, արտգործնախարարը, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, նաև Իրանի արտաքին քաղաքականության ամենաազդեցիկ դեմքը։ Արդեն կա հստակ պայմանավորվածություն, այսուհետև կհաստատվի համատեղ գործողությունների տարեկան ծրագիր։ Մենք արձանագրեցինք բազմաթիվ համընկնումներ հիմնական բոլոր հարցերի շուրջ։ Հենց պաշտոնական այցի առաջին օրը հայկական պատվիրակությունը այցելեց Իրանի ռազմաարդյունաբերական համալիր։ Դրանք փակ զոնաներ են լրագրողներից, հատկապես օտարերկրյա լրագրողներից հեռու։ Ես կարծում եմ, որ մենք ունենք ռեալ հնարավորություն համատեղ ծրագրեր իրականացնելու։ Երբ թվում էր պաշտոնական այցն արդեն ավարտված է, պաշտպանության նախարարի պատվիրակությանն անակնկալ ընդունեց Իրանի արտաքին քաղաքականության վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող գործիչը, Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը։ Հենց նա էր, որ 92-ին որպես Իրանի արտգործնախարարը ստորագրեց դիվանագիտական հարաբերություններ սկսելու հուշագիրը։ Նա էր, որ պատերազմի ժամանակ գլխավորում էր Ղարաբաղի հարցում Իրանի միջնորդական առաքելությունը։ Մենք ընդհանուր սահմաններ ունենք եւ այդ սահմանները մեզ պարտավորեցնում են ավելի լուրջ քայլեր ձեռնարկել ընդհանուր տարածաշրջանի գործակցության համար։ Իրականում Իրանը բազմաշերտ ու հակասություններով լի երկիր է, տարածաշրջանում ամենաազդեցիկներից մեկը։ Պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվել ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական առումով։ Այդ գործակցության համար բոլոր նախադրյալները կան եւ բանավոր պայմանավորվածությունները ստորագրությամբ ու կնիքով կամրագրվեն առաջիկա ամիսներին, երբ պաշտպանության նախարարի հրավերով Երևան կժամանի Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Զորապ Հարոյան, Նարեկ Գալստյան, Խոստպակ։